Փաստի տեղեկություններով վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի առավել ընդգծված ջղաձիգ պահվածքը մի քանի խորքային պատճառ ունի։ Առաջին պատճառն այն է, որ իր համար գնալով ավելի անմխիթարական են դառնում ներքին օգտագործման համար պարբերաբար արվող հարցումների արդյունքները։ Տխուր պատկեր են ի ցույց դնում նաև անկախ կառույցների հարցումներն ու ուսումնասիրությունները։ Օրինակ, նախընտրական զարգացումների մոնիտորինգ քաղաքացիական նախաձեռնության օրերս իրականացրած մոնիտորինգն էլ ցույց է տվել, որ քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ամենաբարձր անձնական հակառեյտինգ ապահովել է հենց Նիկոլ Փաշինյանը։ Փոխարենը անձնական ռեյտինգի դինամիկ աճ են արձանագրել Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ պատճառը վերաբերում է ընդդիմադիր հիմնական ուժերի պահվածքին։ Ակնհայտ է, որ վերջիններս միմյանց նկատմամբ այլևս հանդես չեն գալիս, եւ բոլորն առանձին հետևողականորեն ու փաստարկված էլ ավելի են ոչնչացնում Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ ցածր վարկանիշը։ Սրան գումարած իր սատելիտ ուժերը որևէ կերպ չեն էլ մոտենում գոնե մխիթարական տոկոսների։ Երրորդ պատճառն այն է, որ չնայած ողջ վարչական ռեսուրսի կիրառմանը, շրջիկ խմբերին հավաքների բերելուն, այնուամենայնիվ իր նախընտրական հանրահավաքներին այդպես էլ մարդաքանակ չի ապահովում։ Եղածներն էլ պետական կառույցների աշխատակիցներ են, որոնց ներկայությունը պարզապես ապահովել են, կամ իր հետ գնացածներն ու իրավապահները։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ ընդդիմադիրներին փողոցային բառապաշարով պիտակավորելուն, վիրավորելուն զուգահեռ նա ամենօրյա ռեժիմով պատերով է տալիս ՔՊԱ-ական պատասխանատուներին, որ չեն կարողանում մարդաշատություն ապահովել։ Գործարար շրջանակներից հրապարակին տեղեկություններ են հասնում, որ իշխանությունը բառի ամենաուղիղ իմաստով տերոր է սկսել իրենց դեմ։ Գործարարներին բաժանել են 3 խմբի՝ օլիգարխիա, միջին ու փոքր, եւ ամեն մեկի մասով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ բանագնացներ են նշանակվել, որոնք բանակցում են գործարար շրջանակների հետ, որ նրանց օգտագործեն իշխանության օգտին։ Բանագնացները տարբեր են։ Միտեղ տվյալ տարածքի խարոշիներն ու հարցլուծողներն են, միտեղ մարզպետներն ու համայնքապետերը, մի այլ տեղ ուժայինները կամ ՔՊԱ մերձ գործարարները։ Աշխատանքներ ասվածն էլ շանտաժն ու սպառնալիքն են։ Կամ մեզ հետ եք, կամ ձեզ ունեզրկելու ենք, լցնենք բանտերը։ Ընդ որում այդ ամենն ասելուց հետո պարտադիր շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանի անունից են եկել զրուցելու։ Որոշ գործարարներ հակադարձել են, թե 30 տարի քաղաքական գործընթացներին եւ թեմաներին երբևէ չեն խառնվել։ Հիմա էլ չունեն նման ցանկություն, բայց նման որևէ հիմնավորում իշխանությունը չի ընդունում։ Շխառնվելը որակում է իբրև իր դեմ սաբոտաժ, հետեւաբար փոխանցում են վարչապետի հրահանգը, կամ աշխատում եք, կամ սև ցուցակում եք հայտնվում։ Հրապարակը գրում է. որոշ տեղեկություններով իշխանությունը վերջերս ռուսախոս ֆեյքեր է բուծել, որոնք ակտիվ մեկնաբանություններ են գրում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի լայվերի տեսանյութերի տակ, իրենց աջակցությունը հայտնելով ՔՊ-ին եւ հատկապես Փաշինյանին։ Նրանք նաեւ հավաստիացնում են, թե հունիսի 7-ին իբր Ռուսաստանից հատուկ գալու են ՔՊ-ին ընտրելու։ Այս հանճարեղ գաղափարն իշխանության քարոզիչների գլխում հղացել է մի քանի պատճառով։ Նախ որ ցույց տան, թե հայ-ռուսական լարված հարաբերություններն ամենևին չեն արտացոլում ռուսաստանաբնակ հայերի Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքը, որ նրանք անհանգստացած չեն, շարունակում են սիրել եւ երկրպագել Նիկոլ Փաշինյանին, ու Պուտին-Փաշինյան հարաբերությունները ոչ մի խնդիր չեն կարող ստեղծել մեր հայրենակիցների համար։ Եվ երկրորդ, տպավորություն գործեն, թե Ռուսաստանում ապրողներին, եթե անգամ որոշ ընդդիմադիրներ Հայաստան բերեն, միևնույն է նրանք գալու են ու ՔՊ-ի օգտին քվեարկեն։ Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ իշխանության ներկայացուցիչները սպառնում էին, թե հենց օդանավակայանում կձերբակալեն Հայաստան եկողներին, որոնք գալիս են ընդդիմության օգտին քվեարկելու։ Հրապարակը գրում է. պարզվում է իշխող կուսակցության նախընտրական բուկլետների մեծ մասը քաղաքացիներին տնետուն ընկած բաժանում են ոչ թե կուսակցականները, տրամաբանական կլիներ, որ մեծ երիտասարդական կառույց ունեցող ՔՊ-ն իր երիտասարդ անդամներին լծեր այդ գործին, այլ շարքային քաղաքացիներ, որոնց համար դա վարձատրվող աշխատանք է։ Մեկ շաբաթվա կամ 10 օրվա համար նրանք 200-ից 250 հազար դրամ են ստանում բուկլետ բաժանելու դիմաց։ Թերթին ասել են, որ ամենասկզբում ՔՊԱ-ականներին են հանձնարարել դա, սակայն մի քանի օր անց շատերը հրաժարվել են քաղաքացիներից ստացած թուք հումորից հետո։ Ընտրողներից ոմանք ոչ միայն խոսքով են լուտանքներ թափել բուկլետ բաժանողների գլխին, այլև որոշ գործողությունների են դիմել։ Ջուր են շփել երիտակտիվիստների վրա, դուռն են շղկացրել երեսներին, վռնդել են իրենց բնակարաններից։ Ժողովուրդը տեղեկություններ է ստանում այն մասին, որ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն ճանապարհային ոստիկանության գծով։ Ուժեղացված հսկողության շրջանակում վարորդներին կանգնեցնում են առանց նախապես իրազեկման կամ կանխարգելիչ ակցիաների եւ անմիջապես տուգանում, մասնավորապես տեխնիկական զննություն չանցնելու, ինչպես նաեւ ճանապարհային այլ իրավախախտումների համար։ Շատ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել կապված այն հանգամանքի հետ, որ վերահսկողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես կանխարգելիչ միջոց, այլ
բացառապես տուգանքների կիրառմանն ուղղված գործընթաց։ Վարորդների պնդմամբ բարեկային ծառայության աշխատակիցները կոնկրետ ժամերի եւ կոնկրետ վայրերում գաղտնի հսկողություն են իրականացնում, գերնպատակ ունենալով ամեն գնով տուգանել վարորդներին։ Կարճ ասած, նախընտրական Հայաստանում քաղաքացին վերածվել է տուգանքի մատերիալի։ Ժողովուրդը գրում է. ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի 7-րդ համարը Հայաստանի ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբենյանի 2025 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա Երևանում ունի բնակարան եւ ավտոկայանատեղի։ Բնակարանը, որը գնվել է կանաչ թաղ ՍՊ-ից, արժեցել է 47 միլիոն դրամ, իսկ ավտոկայանատեղին 5 միլիոն դրամ։ Երկու անշարժ գույքերն էլ ձեռք են բերվել 2024 թվականի նոյեմբերի 26-ին եւ հանդիսանում են նրա միանձնյա սեփականությունը։ ԱԺ փոխնախագահը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն ներդրումներ է կատարել պարտատոմսերում։ Հայտարարագրի համաձայն Ռուբինյանի տարեկան եկամուտը կազմել է 22 միլիոն 847 հազար դրամից ավելի, որից 17 միլիոն 886 հազար դրամը ստացել է ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատավարձ։ Միևնույն ժամանակ նրա վարկային պարտավորությունները շարունակում են մնալ զգալի։ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակարանի ձեռքբերման համար ստացված վարկի մայր գումարի մնացորդը կազմել է շուրջ 31 միլիոն 932 հազար դրամ։ Հաշվետու տարում վարկի մարման ուղղված վճարումները կազմել են ավելի քան 5 միլիոն դրամ։